Աստծո զավակ ես, ինչու ես դու անցնում այնպիսի փոթորիկներով, այնպիսի դժվարություններով, բա ուր է քո Տեր Աստվածը։ Երբևէ տվել են քեզ այս հարցը կամ երբևէ ինքդ քեզ այս հարցը տվել ես։ Աստվածաշունչը ասում է, որ շատ նեղություններով մեզ պետք է մտնել Աստծո արքայությունը, բայց այս մասին ոչ ոք չի սիրում լսել։ Անգամ իր սիրելի զավակներին Աստված կարող է անցկացնել շատ դժվարությունների ու նեղությունների միջով, բայց դա ունի նպատակ։ Եվ դրա նպատակը մեր հասունությունն է։ Մենք 2 օր առաջ կնոջս այդ սարերի վրա էինք եւ այնտեղ փոքրիկ ծաղիկներ կային, շատ փոքր, շատ բարակ ցողունի վրա, եւ այնպիսի քամի էր, որ թույլ չէր տալիս, որ մենք մի քիչ երկար դրսում կանգնենք, բայց այդ ծաղիկները, այդ քամու, այդ փոթորկի մեջ իրենց գեղեցկությունը պահպանելով հեչ պետքներն էլ չէր։ Գիտեք ինչի, որովհետև իրենք սովոր էին։ Իրենք սովոր էին հաղթահարել այդ քամիները։ Իրանք չէին նվաղում, բայց եթե նույն վիճակում դնես ջերմոցի գեղեցիկ ծաղիկը, չգիտեմ ինքը ինչքան կապրի։ Ինքը անմիջապես կարող է ոչնչանա, որովհետև սովոր չի։ Մեծամասամբ Աստված ուզում է մեր կյանքերը այդ ջերմոցից տեղափոխի դեպի սարի քամիները, որ մենք զորանանք նրա մեջ, որ մենք աճենք Աստծո մեջ եւ կարողանանք մտնել այն օրհնությունների մեջ, որ Տերը խոստացել է, որովհետև թանկագինս դու երբ որ դառնում ես այդպիսի մեկը, այլևս ոչ մի քամի քեզ չի կարող նեղացնել ու չի կարող հեռացնել Աստծո տնից, այլ դու ամեն իրավիճակների մեջ վերցնում ես քո զորությունը եւ ասում ես ես միևնույն է տեսնելու եմ Տիրոջ հաղթանակը, որովհետեւ Տերը ինձ հետ է, որովհետեւ նա խոստացել է, հալելույա։